այդ ժամանակ ըստ էության թիրախավորման նրանց, ովքեր ունեին ամենաշատ անելիքը, դա հայ մտավորականներն էին։ Եվ իր նամակների այդ շարքը, բաց նամակների հայ մտավորականություն ըստ էության ոչ այլ ինչ է, քան քաղաքացիական հասարակության ձևավորման այն ժամանակվա Նժդեի փորձը, որտեղ ինքը շոշափում է ամենաէական հարցերը, որոնք պիտի լինեին օրակարգին։ Եվ խոշորաշով իմջելուց հերթական անգամ ցույց է տալիս սեփական օրինակով, որ մենակ խոսելը չի կարևորը, նաև գործել եւ հենց այդ շրջանում սկսում է Միացյալ Նահանգներում, հետո Եվրոպայում, հետո նորից Միացյալ Նահանգներում սկսում է ձևավորվել օրինակ հայ երիտասարդական միությունները, որոնք պիտի պահեին հայկականությունը, պիտի պահեին հայկական համայնքների կենսունակությունը, իր հերթին դա պիտի բերեր արդեն 1950-60-ականների ցեղասպանության համար պայքարի, այսպես առաջացմանն ու ընդլայնման ընդ որում հաջող ու արդյունավետ, հետո հայ ուրեմն մարտիկներին արդարության, որոնք տարբեր վրիժառուական գործողությունների իրականացրին եւ վերջ-վերջո դրանով է սնվեցին նաեւ Արցախյան պատերազմի տարբեր սերնդի մասնակիցներ, տեսնելով այդ օրինակը նվիրվածության Լիզբոնի տղերքին եւ այլն։ Այսինքն այդ ամեն ինչի ակունքները հաստատ կարող ենք տանել ու հեշտորեն բերել ու կցնել Գարեգին Նժդեին